Նիկոլ Փաշինյանի կինը Աննա Հակոբյանը կարծում է, որ կրթվելը նորաձև է շարժումը հազարավոր մարդկանց աջակցությունն է վայելում, եւ ընդամենը մի 50 չարացած ու ագրեսիվ հայրենակիցներ կան, ովքեր շատ բարձր են պահում տգիտության պատիվը։ Տիկնոջ հերթական ցինի գլարումը 3 բուրըն արձագանք էլ առաջացրել, մասնավորապես պետական աշխատողներն ասում էին, որ պետական գերատեսչությունների աշխատակիցներին, թաղապետարանների եւ համայնքապետարանների ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակիցներին նախապես հրահանգվում է ցուցակագրվել եւ մասնակցել այդ կրթարշավին, հակառակ դեպքում սպառնում են, որ աշխատանքից կհեռացվեն։ Գերատեսչության աշխատակիցներից մեկը մեզ պատմեց, որ իրենց հիմնարկում 3 քննարկել են եւ եկել են այն եզրակացության, որ Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Նիկոլ Փաշինյանի դեմ բունտ է հասունանում։ Մարդիկ, որոնցից ոմանք մի քանի բուհ են ավարտել, երկարամյա պետծառայողներ են, պարտադրված գնում են, որ լսեն տիկնոջ ապազգային մտքերը, որ աշխատանքից չզրկվեն, բայց չեն կիսում իշխանության գաղափարները, քաղաքականությունը։ Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի ԱԺ падգամավորներին իմպիչմենթի գործընթաց նախաձեռնելու դիմումներ փոխանցելուց հետո ՔՊ-ում ձևացնում են, թե անհանգստանալու առիթ չունեն։ ՔՊ ակտիվի ներկայացուցիչները իրար հերթ չտալով հարցազրույց են տալիս, ստատուսներ գրում, թե Փաշինյանի հրաժարականի օրակարգ չկա։ Սակայն կան տեղեկություններ, որ հրահանգ է իջեցվել հեգնել, ծաղրել այդ գործընթացը, այն ներկայացնելով որպես ներընդդիմադիր շրջանակների գզվռտոցի դրսևորում, որով Սերժ Սարգսյանի թիմը փորձում է վարկաբեկել Քոչարյանի թիմակիցներին։ ՔՊ-ում հասկանում են, որ կայծից ամեն րոպե կարող է կրակ բռնկվել եւ փորձում են անլրջացնել գործընթացը։ Իսկ Արսեն Թորոսյանը 3 անգամ պատրել էր այդ դիմումը, ինչը ոմանց կարծիքով քաղաքացիների նամակների դիմում բողոքների քննարկման մասին օրենքի ոտնահարում է։ Օրենքով սահմանված է, որ պատասխանի եւ քննարկման չեն արժանանում միայն այն դիմումները, որոնք անստորագիր են։ Մյուս դեպքերում օրենքը հստակ սահմանում է դիմումների քննության ընթացակարգը եւ այդ կարգը խախտելու, օրինակ դիմումը պատրելու դեպքում նաեւ պատասխանատվություն է սահմանում։